Պարոն Թորոսյան, այսօր առավոտվանից տարածվեցին լուրեր, որ ձեզ ուզում են հեռացնել եւ որոշումը քաղաքապետարանն է կարծես թե իրականացրել։ Խնդրում եմ մանրամասնել, թե ինչի համար են փորձում ձեզ հեռացնել, քանի որ ինչպես տեղեկացանք, դուք 3 ամիս աշխատավարձ չստացած աշխատողներին ձեր միջոցներով աշխատավարձ եք տրամադրել, որը որ պետք է քաղաքապետարանը տրամադրեր։ Տեսեք, ըստ էության հարցը ինչպես է եղել։ Նախ գամ վերջից երկուշաբթի օրը ստացա Երևանի քաղաքապետի ծանոթությունը, ըստ որի իրեն մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Գորգ Սարգսյանը զեկուցագիր էր գրել, որով մասնավորապես ասվում էր, որ մեր տված թատրոնի կողմից ներկայացված ոչ ֆինանսական ցուցանիշների հաշվետվությունից 1200 հրավիրատոմս ենք ունեցել, այսինքն հրավիրատոմս անվճար մուտք, երրորդ անձանց տրամադրվել է հնարավորություն անվճար դիտելու ներկայացում։ Եվ սա ամբողջ երամսյակի կտրվածքով է, եւ այստեղից հետեւություն են արել, որ ըստ գրվածքի կարելի էր ոչ թե հրավիրատոմս տալ, այլ վաճառել եւ ունենալ շահույթ, որը հասցվել է վնաս, որով ես հասցրել եմ վնաս, ինչի համար զեկուցագրով առաջարկվում է ինձ հետ դուրսել աշխատանքային պայմանագիրը։ Բայց արդյոք դուք վնաս հասցրել եք։ Տեսեք, հիմա դրա մասին իհարկե ես համապատասխան բացատրագիրը կգրեմ, սահմանված ժամկետում կներկայացնեմ եւ ըստ էության, եթե առաջին հայացքից 4 վերցնում ենք, տրամադրված քանակը 1200-ը տվյալ ժամանակահատվածի համար վաճառված հաստացի տոմսերի 9.6%-ն է կազմում, որը որ ըստ էության ներողություն, որը ըստ էության դա նախկինում սահմանված կարգով, հիմա այդ կարգը գոյություն չունի, մշակույթի նախարարի կարգն է, որը նաև անուղղակիորեն տարածվում էր քաղաքապետարանի ենթակայության թատրոնների վրա, սահմանվածը եղել էր 20%։ Բայց մենք մեր ներքին իրավական ակտերով օղակի մասին օրենքի համաձայն շարժվել ենք այդ դրույթներով համաձայն մեր կանոնադրության, որ կարողանանք իրականացնել։ Բայց ուզում եմ նշել, որ այդ 9.6%-ը երբ որ մենք տրամադրել ենք, չի եղել որևէ դեպք, որ թատրոնում այնքան ծանրաբեռնվածնի, որ 9.6%-ով մենք ծանրաբեռնենք, մեկ անձ ուզենա տոմս առնի եւ տեղ չլինի։ Սովորաբար մենք այդ տեղերը հատկացնում ենք ներկայացում սկսելուց մի քանի րոպե առաջ թատերական ինստիտուտի մասնագիտական բուհի ուսանողներին, ովքեր ուսանողական տոմսերով հնարավորություն ունեն դիտելու ներկայացումը, ինչը նաև ամրագրված է մեր համապատասխան իրավական ակտում։ Միաժամանակ ներողություն եմ խնդրում, ամբողջովին պատասխանեմ հարցին։ Միաժամանակ կա Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրաման, ըստ որի դպրոցական աբոնեմենտային, բաժանորդային աբոնեմենտային ծրագրով մենք սպասարկում ենք դպրոցահասակ հանդիսատեսին։ Եվ այդ որոշման համաձայն, որը որ քաղաքապետարանից վերահասցեագրվել է մեզ թատրոնին, մենք իրավունք ունենք, այնտեղ ամրագրված է, ամեն 10 հոգու հետ մեկ անվճար ուղեկցողի թույլ տալ մտնի դահլիճ։ Հասկանալի է, որ գալիս են ոչ թե 10-ը 10 հոգի չի, 20 հոգի եւ ավելի։ Այսինքն ամեն խմբի հետ մինչեւ 2-3 տեղ տրամադրում ենք։ Եվ արդյունքի բաժին այդ 1200-ի մեջ կազմում են հենց այդ մարդիկ, այսինքն այստեղ ըստ էության մենք ստացվում է մի բանի համար պիտի պատասխան տանք, որ օրենքով կա, ավելի ճիշտ նախարարի որոշումով կա եւ քաղաքապետարանից էլ վերահասցեագրված է մեզ։ Եվ մենք տրամադրում ենք նաեւ մուտքի հնարավորության տոմսեր անվճար դիտելու, հրավիրատոմս կամ ուղղակի թույլ ենք տալիս իրենց գրքույկների հիման վրա, դրանք թոշակառուներ են։ Առաջին ամսվա մեջ ունեցել էին կարծեմ 3 թոշակառու, հունվար ամսվա, փետրվարի մեջ 1, մարտ ամսին 8 հոգի, այսինքն ընդհանուր 12 թոշակառու, որոնք էլի սոցիալական ծրագրերով ամրագրված են, պետական եւ կառավարական ծրագրերով սոցիալական աջակցություն, որ մարդիկ իրենց գրքույկներով գալիս են ներկայացումից առաջ, եթե տեղա լինում, թույլ ենք տալիս, այսինքն այս թվերը երբ 1200-ը բաժանում ենք եւ Բաղդադում ենք ըստ այցելուների, մենք ստանում ենք, որ տեսնում ենք, որ որևէ բան չկա, ավելին ասեմ, պաշտպանության նախարարության այն զորամասից համաձայն գրության մարդիկ եկել են բանակ եւ մշակույթ կապի ամրապնդման, իրենց մշակութային ժամանցը լիրավ, գեղեցիկ եւ գեղագիտական դարձնելու համար, որի հիման վրա նաև ստացել ենք շնորհակալագիր
տվյալ զորամասի հրամանատարի կողմից абսուրդ, այսինքն մենք ծրագրեր կան, որը որ պետության կողմից սահմանված է աջակցել եւ իրականացնել, այսինքն կրկնակի ստանդարտներ են գործում։ Եվ դրա համար որ ասում են վնաս եք հասցրել, օրինակ ինչքան է կազմում գումարային վնասը։ Չեմ կարող ասել, որովհետեւ իրենք պիտի հաշվարկեն, չգիտեմ ինչ չափորոշիչներով, ինչ բանաձևով, ինչ ֆինանսական հաշվարկ պիտի լինի, բայց ես ելի եմ կրկնում, որ դա կազմում է փաստացի վճարովի տոմսերով մուտք գործած հանդիսատեսի 9.6%-ը։ Հետո ես դες ասեմ, այդ մարդիկ որ գալիս են սկսատուսամերներ, թոշակառուներ, բնից խոսքից խոսք, դա դառնում է նաև թատրոնի գործունեության հանրահռչակման միտված քայլ, հա, PR քայլ, այսպես ասեմ, մարքեթինգային քայլերից մեկն է։ Մարդիկ տունն են ասում, շրջապատում են ասում, ընկերոջն են ասում, կամ պարզապես ինչ-որ միտեղ կարծիք են հայտնում եւ հաջորդ անձը հնարավորություն է ունենում դիտելու, գալու, ցանկություն է ունենում։ Ուզում ասել, այս այն դեպքն էլ չէր, որ դահլիճում իրենք եկան, տեղերը զբաղեցրին եւ պիտի տոմս գնեին, որով խաթարվեց տոմս գնողի հնարավորությունը եւ մենք վնաս հասցրեցինք։ Ըստ էության մենք դա թույլ ենք տալիս ներկայացումից առաջ, բայց այստեղ հարցն է, որ ասում են չկա որևէ իրավական նորմատիվ ակտ, որով որ ես պիտի թույլ տամ, ճիշտ հակառակը ես պիտի տեղեկացնեմ քաղաքապետարանին։ Ես հիմա ասում եմ, չկա նմանատիպ որևէ քաղաքապետի որոշում, կարգադրություն, որևէ իրավական ակտ, որով կարգավորվում է, որ ՀՕԱԿ-ի տնօրենը պիտի իրազեկի։ Ուզում եմ ասել ավելին, պետական ոչ չառաջային կազմակերպությունների մասին օրենքի համաձայն, քանի որ մենք ՀՕԱԿ ենք եւ առաջնորդվում ենք ՀՕԱԿ մասին օրենքով, ՀՕԱԿ օրենք չունի, մենք այդ օրենքի շրջանակում, ինչպես նաեւ մեր կանոնադրության համաձայն եւ կանոնադրությունից բխող տնօրենի լիազորում, այսինքն գործադիր մարմնի իրավունքներից բխող, մենք արձակել ենք հրահանգ, որը դառնում է հիմք մեր այդ գործունեությունը եւ թատրոնի բնականon գործունեությունը կազմակերպելու համար։ Հիմա այդ անհեթեթությունը, որ եկել է, ինչ եմ ասում անհեթեթություն, կարծում եմ լավագույն դեպքում, եթե տիրապետեին չպիտի անեին այդպիսի բան, այդ զեկուցագիրը գրվեր, վատագույն դեպքում իմանալով մեկը գրել է, այսինքն ինչ հետեւություն անենք, այսինքն սա այս վերջի պատմությունն է, բայց եթե որ հետ են գնում, տեսեք, եթե հետ ենք գնում, շարունակությունը դեռ չասեմ, բայց սա շարունակության մի մասն է։ Եթե հետ ենք գնում, նախկինում մեզ պիտի տային սուբսիդիայով սահմանված պայմանագրով սահմանված գումարը, որը որ եւ աշխատավարձ է, եւ պահպանման ծախսեր են, եւ հա, թատրոնի կարիքների համար տրամադրվող ծախսերն են, շուրջ 1 ամիս շարունակ փաստաթուղթը չկար։ Մենք ստորագրել էինք, ես ստորագրել էի, կնքել էի, ուղարկել էի քաղաքապետարան, ձեռամբ հանձնել էի մշակույթի եւ տուրիզմի վարչություն։ Բայց 1 ամիսը չէին ստորագրում եւ չէին տալիս։ Այսինքն եթե մենք կապ ենք փնտրում, նշանակում է այն ժամանակ էլ էին խնդիրներ ուզում ստեղծել, որ աշխատակազմը ընդվզի, այս դեպքում արդեն հետեւություն իմ դեմ։ Թատրոնի աշխատակիցները նշեցին, որ պատրաստ են դիմադրություն ցույց տալ, պայքարել, մտնել պատերազմի մեջ անգամ, որպեսզի ձեր հեռացումը թույլ չտան, սակայն մենք ականատես եղանք ամիսներ առաջ նախորդ տարի, որ Գոյ թատրոնի համար ոչ մի արվեստագետ, կարելի ասել գլուխը ցավի տակ չդրեց, դուք ինչ եք կարծում, իրենք կմիանան ձեզ, կպայքարեն հանուն ձեր իրավունքների։ Գիտեք ինչ կա, ըստ էության մարդիկ այսօրվա իմ գործընկերները, որոնք որ այդ միտքը հնչեցրեցին, որոնք որ պատրաստ են, դա նախ եւ առաջ գալիս է գործընկերային փոխադարձ հարգանքից, վերաբերմունքից, պրոֆեսիոնալիզմից եւ տարիների 7-րդ տարին է, ինչ ես պաշտոնավարում եմ թատրոնում որպես տնօրեն, տարիների փորձը ցույց է տվել եւ նաեւ իրենց խոսքում հիմնավորում են, թե իմ կողմից ինչ աշխատանք է տարվել։ Եվ բնականաբար, եթե մարդ աշխատավայրում ունի համապատասխան միջավայր, որտեղ կարող է ազատ եւ հաճելիորեն ստեղծագործել, բնականաբար մարդը կանգնած է տվյալ դեպքում իր ղեկավարի կողքին։ Գիտեք ինչ, մեր հայ իրականության մեջ ընդունված մի բան կա, որ պիտի աշխատակազմը ընդհանրապես իր ղեկավարին չսիրի։ Բայց դա, չգիտեմ, ինչից է բխում կամ ինչի այդպիսի տես չգրված մի միտք կա։ Եթե մարդը կոմպետենտ է, եթե մարդ իր աշխատանքին տիրապետում է, կարողանում է բարելավել ու բավարարել աշխատակազմի բնական ու ստեղծագործական ու գեղարվեստական գործընթացները, նշանակում է փոխադարձ հարգանքն ու վստահությունը ձևավորվում է։
Գիտեք ինչ, եթե չլիներ դա, անկեղծ ասած, ես կհասկանայի, որ ես իմ տեղում չեմ եւ բանը սրան չէր հասնի, բայց փաստացի մարդիկ այս տարիների աշխատանքը գնահատելով եւ այս ամեն ինչը որ գալիս է, սա նախ եւ առաջ ես անկեղծ եմ ասում, իմ համար շատ ուրախ եմ եւ ամուր եւ հպարտ, որ մեր աշխատակազմը այս ձևով կանգնած է եւ ինձ մղում է ավելի կոնկրետ եւ ավելի ամուր քայլերով պաշտպանելու եւ իմ եւ բնականաբար թատրոնի շահերը։ Ըստ էության Գոյ թատրոնը վկայում էր այն մասին, որ հերթը հասնելու է նաեւ մնացած թատրոններին։ Ինչ կասեք այս մասին։ Տեսեք, ելի նշեմ, որ Գոյ թատրոնի դեպքերի ժամանակ շատ արվեստագետներ, թատերագետներ, հասարակական գործիչներ ձայն չհանեցին այդ թեմայի մասին։ Այստեղ ամենամեծ խնդիրն այն է, որ հարցի իրական կողմերի ճանաչելիության եւ հարցին տիրապետելու մասին է խոսքը։ Այսինքն նայած թե հարցը ինչպես է մատուցվել եւ արվեստագետները շատ հաճախ մշակույթի գործիչները ինչ որ տեղերում խնդրի առարկա դարձած թեմային իրավականորեն չեն կարող պատասխանել եւ իրավական ճանապարհները չգիտեն թե ինչպես դրա լուծման ուղիները գտնել։ Եվ այստեղ գալիս է այն խնդիրը, որ դուք նշում եք Գոյ թատրոն, ես կարող եմ ավելացնել կամերային երաժշտական թատրոն եւ կարելի է թվարկել, որտեվ գիտեք ինչ, այս դեպքում խնդիրը գալիս է նրանից, որ մենք ըստ էության մեր իրավունքների եւ պարտականությունների մասին թերի գիտելիք ունենք, որը որ ըստ էության ստեղծագործողին այդքան անհրաժեշտ չի, բայց դրա պակասի արդյունքում է, որ արվում է այն, ինչպես դուք նշեցիք, անկախ ամեն ինչից, թողնենք ճիշտ, սխալ, լավ կամ վատ, արվում է այն, ինչ որ արվում է։ Իսկ այստեղ, երբ որ մարդ իր իրավունքների մասին բավարար հենարան չի ունենում, չի կարողանում նաև ճիշտ ճանապարհով դրա դիմաց պայքարելու կամ իր իրավունքները պաշտպանելու։